Փետրվար 10 ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ Փետրվարի 10 և տարվա 6-րդ շաբաթ։ Այս շաբաթում մենք սովորում ենք հետևյալ աստվածաշնչյան վարդապետություն պարունակող համարը՝ Եսայի 53:4-6 և մեր սովորության համաձայն այն եկեք կրկնենք 3 անգամ։ Առաջին անգամ ես կկարդամ, երկրորդ անգամ դուք կարդացեք և երրորդ անգամ միասին կկարդանք։ Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Այժմ դուք կարդացեք և մտորեք այս համարների շուրջ, իսկ ես կլռեմ։ Եվ եկեք երրորդ անգամ կարդանք միասին Եսայի 53:4-6 համարներ։ Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են։ 5 տակարանից ընթերցում ենք Ելից 31, 1-ից մինչև 32-35, Սաղմոս 21, 1-ից 7, Առակաց 7, 24-ից 27 և Նոր կտակարանից ընթերցում ենք Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ 31-ից 46 համարներ։ Մաղթում եմ ձեզ բոլորիդ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։